Global Prestige Awards-ի 5-րդ մրցանակաբաշխությունը կայացավ Լոս Անջելեսում։ Բժշկությունից մինչև իրավաբանություն ու ծառայությունների ոլորտ ներկայացնող մոտ 3 տասնյակ գործիչներ մրցանակ ստացան որպես հաջողակ գործարարներ։ Ներկայացված են անուններ, անհատներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությամբ իսկապես հանրահռչակում են հայի անունը ամբողջ աշխարհում։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Լոս Անջելեսի Little Armenia թաղամասում։ Վայրի ընտրությունն ըստ նախագծի աջակիցների խորհրդանշական է, քանի որ հենց այստեղ են հիմնվել հայկական առաջին հաջողակ բիզնեսները։ Կալիֆոռնիան աշխարհի 4-րդ էկոնոմին ունի եւ այսօր մեր հայ բիզնեսները արից ունեն, որ այդ նահանգին ներկայացնել իրենց աշխատանքը եւ փոխանցելու եմ նահանգապետարանի խոսքը շնորհակալություն հայտնելու մեր հայ բիզնեսներին, որ աջակցում են Կալիֆոռնիայի էկոնոմիին։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ասում են, սա լավ առիթ է համայնքի համար լսել նորարարության, բիզնեսի, ստարտափների հաջողության պատմություններ, ճանաչել միմյանց ու գուցե գտնել նոր գործընկերներ։ Գուցե մի փոքր լումայա, բայց էլի մեր կողմից ունենանք հնարավորություն համախմբվելու էլի։ Թեկուզ հիմա 200 հոգի ենք այստեղ լինելու, բայց դա էլ է մի sense քարերից մեկը, որ կդնենք համախմբման համար։ Global Prestige Awards-ը նախորդ տարիներին մրցանակաբաշխություն է կազմակերպել Փարիզում, Դուբայում եւ Վենետիկում, որոշել են Լոս Անջելեսում այն կրկնել ամեն տարի։ Մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա Լոս Անջելեսում բացահայտելու այն մարդկանց, այն անուններին, ովքեր իրենց գործունեությամբ արժեք են ստեղծում եւ նաեւ ոգեշնչման աղբյուր են մյուս նոր սկսնակ գործարարներին։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել էր Գլենդեյլի քաղաքապետարանը։ Որևէ հայ հաջողությունը, անշուշտ մեր բոլոր սփյուռքահայության հաջողությունն է եւ անշուշտ հայրենիքի հաջողությունն է ու էլ գտնվեն։ Եվ մենք այս մեր մասնակցությունով հայության միասնությունն ենք ցույց տալիս մնացած աշխարհին։ Գլենդեյլի քաղաքապետը հույս հայտնեց, որ հաջորդ մրցանակաբաշխությունը կկազմակերպվի հայկական բիզնեսների թվով աչքի ընկնող Հայաշատ Գլենդեյլում։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։